չեն կարող հարմարվենք Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի հետ։ Նրանք գերհզոր պետություններ են, մենք փոքրիկ ոնց ասենք, ոնց որ մրջյունը ոնց է բոլորի մեջ էլի։ Մենք ոչ մոնոպոլիայի վիճակի եթե գնաց ամբողջ ժողովուրդը բայց մենք այնքան հպարտ ազգ ենք, այնքան ըմբոստ ազգ ենք, ինձ թվում է, ես բոլոր հայերին եմ դիմում, որ մենք այնքան հպարտ ենք, այնքան բարձր ինքնասիրություն ենք, որ թույլ չենք տա մեզ ճզմեն, մեզ հետ վարվեն այն ձև, ինչպես ուրիշների հետ, որ մեզ համեմատեն Ամերիկայի հետ, որ մեզ համեմատեն Եվրոպայի հետ, մենք շատ փոքր ենք դրա համար, խնդրում ենք, թույլ տան, ես նախընտրեմ իմ ժողովրդին, վերականգնի իր ինքնասիրությունը, սա ինքնասիրության հարց է, որ մեզ հիմարացնում են, ես ամեն օր ասում եմ, ես վիավորվում եմ, որ մեզ այսքան ցածր մագարտակի են հասցրել, որ մեր ինքնասիրությունը հավասարացրել են հողին, նախ եկեք պայքարենք մեր ինքնասիրության համար, մեր իրավունքը պաշտպանենք, հաստատ է ժամանակ մեզ հետ հարցի կնստենք։ Ես ասեցի, հարգի իմ ժողովրդին, հարգի ամեն բառ ասելուց մտածի, եթե ի վիճակի չի թող հեռանա, կամ ընտրի նենց մարդկանց իրախումբը, որոնք կարողանան երկերը բարձրացնեն։ Սա ընդերք է տանում մեզ, մենք ըմբոստ ենք, թող միայն իմանա, հայ ժողովրդին ծնկի բերել քիչ է, Ղարաբաղ ծախի, Սյունիք ծախի, 10 հոգել մնանք, պայքարելու ենք, բողոքելու ենք, մեզ չեն թողնում, մեզ ստորացնեն ու ստրկացնեն։ Էդի թող հաստատ իմանա ամբողջ աշխարհը, ու ես խնդրում եմ բոլոր հայությանը դիմեք, մենք հպարտ ժողովուրդ ենք, թույլ մի տվեք, որ մեզ կոտրեն, որ մեր հպարտությունը, մեր ինքնասիրությունը ոտնահարեն, այդքան բան եմ ուզում։